Վարչապետի այդ մոտեցումը, որ ինչքան շուտ տեղի ունենան այդ ընտրությունները, այնքան լավ երկրի համար։ Ես գտնում եմ, որ ինչքան շուտ մենք մեր երկրում սոցիալական տնտեսական վիճակը փոխենք, մեր երկրում տնտեսական ներդրումների կան, երբ որ արդեն ունենանք ավելի կայուն իրավիճակ։ կարող են տարբեր լինել, բայց եկեք մի բան էլ հասկանանք, նույն այս ժամանակահատվածում արդեն 5 ամսից ավել ժամանակ է անցել։ Ի վերջո այս ժամանակահատվածում ցավոք սրտի, ելի եմ նշում, հարկային բարեփոխումների օրենսդրական նախաձեռնություն տեղի չունեցավ։ Մեր երկիրը տնտեսական գրավչություն, վերածնունդ ապրելու կամ նոր հնարավորություններ ստեղծելու իրավական որևիցե գործընթաց տեղի չունեցավ։ Երբ որ նման գործընթացներ կլիներ եւ այս խորհրդարանը կմերժեր այդ գործընթացները, թույլ տվեք այդ ժամանակ շատ հիմնավոր կերպով հրապարակել եւ հայտարարել, որ այսօրվա խորհրդարանի ինչ որ մի մասնի կամ անձեր փորձում են խոչընդոտել մեր երկրում տնտեսական, հարկային եւ ներդրումների բարեփոխումներին։ Խորհրդարանը ներդրումներին չի խոչընդոտում։ Եթե բերվեր նման նախաձեռնություն, պետք է կրկնեմ, նոր հնարավոր կլներ դրա մասին խոսալ։ Ես չեմ կարծում, որ կա այսօր այնպիսի մի падգամավոր, անկախ նրանից, որ ինքը խմբակցությունն է ներկայացնում, որ բարեփոխումների միտված առաջարկություն կբերեին եւ տնտեսական ներդրումներ ապահովելու մի նախաձեռնություն կլներ եւ դրան դեմ կխոսեն կամ դեմ կգնային։ Եթե նման մարդ էլ կլիներ, նման падգամավոր կլիներ, ես վստահ եմ, որ ոչ թե ինչ-որ մի քաղաքական ուժի գնահատականի նա կարժանանար, նա հենց ժողովրդի կողմից շատ կոշտ գնահատականի եւ վերաբերմունքի կարժանանար։